պնդում եմ մեր բոլոր հնարավորությունները օգտագործելու ենք, որպեսզի իշխող ուժը կառավարման օղակ չկարողանա ձևակերպել Գյումրիում։ Ամեն ինչ անելու ենք։ Գնում ենք մինչև հաղթանակ ու հաղթելու ենք բոլորովս։ Ես վստահ եմ դրանում։ Ես մի բան եմ ուզում ասել։ Իմ հետ կապված ու արդեն անցնեմ իմ թիմին ու գնանք դեպի արդեն ամփոփում շատ կարևոր բան ունեմ ասելու։ Իմ սրբազանը, իմ Միքայել Աջապայանը, մեր թեմի առաջնորդը, ես իրա ցավը տանեմ, ծափահարություններ իրան։ Իմ համար շատ հարազատ մարդ է, մենք հարազատներ ենք։ Ես չգիտեմ, երևի նեղացրել եմ իմ սրբազանին, հիմա բոլորի մոտ ներողություն եմ խնդրում, եթե նեղացրել եմ, անկեղծ չգիտեմ, բայց եթե նեղացրել եմ Սրբազան ջան, ներող եղիր, ես քեզ շատ սիրում եմ, շատ հարգում եմ, քո ձևակերպումները իմ վերաբերյալ, նու նվազագույնը արտար չէին, գուցե մի քիչ ջղայնացած էր, բայց ես քո հոտի հավատավոր զավակն եմ, դու իմ սրբազանն ես, ես քեզ հարգում եմ, սիրում եմ, մոտակա օրերը անպայման գալու եմ քո մոտ ու իմ վերջի 7 տարվա արած աշխատանքը ընդդիմության մեջ, ընդդիմության համար, իմ պետության համար, իմ ազգի, իմ քաղաքի համար, կարծում եմ կասկածի տեղի չի տալիս։ Մենք ուզում ենք տեսնել Գյումրին հայկական, մենք ուզում ենք տեսնել Գյումրին ավանդական, մենք ուզում ենք տեսնել Գյումրին զարգացող, մենք ուզում ենք տեսնել Գյումրին պայքարող, մենք ուզում ենք տեսնել Գյումրին երիտասարդ, հոգացող, ժպտերես, շատ մարդկային ու շատ ազգային։ Ծափահարություններ մեր Գյումրիին։ Հիմա ես պիտի խնդրեմ բեմ բարձրանան իմ թիմի ներկայացուցիչները, որոնց հետ մենք պատրաստվում ենք այս կռիվը, այս պայքարը տանել մինչև վերջ։ Ծափահարություններ իմ թիմին այստեղ հավաքված են շատ լավ մարդիկ, շատ պատկառելի մարդիկ, իմ համար շատ հարազատ, շատ ընկերային, լավ մասնագետներ։ Այս մարդիկ են, ում հետ ես երկար ճանապարհ եմ անցել, ումից շատ բան եմ սովորել, ում փորձում եմ ես ինչ-որ բաներ սովորեցնել, ում վրա հիմնվում եմ ու վստահ եմ, որ մեր բոլորի մոտ շատ լավ ստացվելու է ամեն ինչ։ Միակ ծափահարություններ է սիրուն մարդկանց։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք իրենց ոլորտում առաջատար են։ Այստեղ կան մարդիկ, որոնք չեն վախեցել պատերազմներից, գնացել են կռիվ եւ իրենց բաժին կռիվը տվել են։ Ու իրանք երբեք չեն պատճառաբանել։ Կռիվ չգնալու հիմքեր չեն գտել իրենց համար, այլ հասկացել են ինչի համար են գնում այդ կռվին, գիտակցել են ինչի համար են գնում։ Այստեղ մարդիկ են, որոնք իրենց ոլորտների առաջատարներն են։ Եվ մենք բոլորովս մեծ հույսով ու մեծ ակնկալիքով ձեզնից խնդրելու ենք, ձեր քվեն, ձեզնից խնդրելու ենք, որ դուք մարտի 30-ին, ձեր ընկերների, ձեր հարազատների, ձեր բարեկամների հետ անպայման գնաք ընտրատեղամասեր, անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետև այս ընտրությունները թե քաղաքային են, թե քաղաքական, այս ընտրությունները շատ կարևոր դերակատարություն են ունենալու ամբողջ Հայաստանի համար, այն պետության համար, որը սև ու սպիտակի կիսեցի, որի մեջ բաժանարար գծեր տարան, որի մեջ ներազգային, ներընտանեկան, ներազգակցական պառակտում մտցրեցին։ Իմ համար, որպես հայ մարդու, որպես գյումրեցի տղամարդու, մարդը նախկին ու ներկա չէ։ Իմ համար մարդը կամ լավն է, կամ վատն է։ Իմ համար մարդը կամ իր գործի գիտակն է, կամ անուղեղ հայվան։ Ես չունեմ բաժանարար գծեր։ Մեր քաղաքում պիտի լինի համերաշխություն, ներքաղաքային համերաշխություն, ու Գյումրին է դառնալու այն օրինակը,
որ մարդիկ X պայի, եթե պետք լինի, ամբիցիաները կողքի են դնելու եւ որոշում են կայացնելու հանուն Գյումրիի, հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի, հանուն Սփյուռքի, հանուն մեր միասնականության, հանուն մեր ապագայի, հանուն մեր երջանիկ առաքելությունների, որը մենք մեր ուսերին պատրաստ ենք վերցնել։ Դու անկախ